Հարգելի հայրենակիցներ, դիտարկենք Իրանի շուրջ ծավալվող էսկալացիան, պատերազմական գործողությունները, դիտարկենք 3 սցենար, մեր եղելությունը Հարավային Կովկասում և Մերձավոր Ասիայում իրադարձությունների շուրջ, բայց մինչև այդ ամենը անդրադառնալը, եկեք այդ ռուսական ազդեցության պրոպագանդայից ելնենք, որտեղ մեր մոտ ամեն ինչ է Իրանի, Թուրքիայի, Եվրոպայի, Ամերիկայի հետ վերաբերող քաղաքական տնտեսական գործառույթները դիտարկվում են միայն թուրքական շահի պրիզմայով, թուրքական ագենտուրայի տեսլականի շուրջ։ Եկեք հասկանանք որն է մեր ազգային շահը, որն է մեր պետական շահը և ընկալենք այդ ամենով։ Եթե ուզում ես Ռուսաստանի կոնսուլյար բանտ անասնաֆերմայի տակ մնաս, որը որ 1828 թվականից հետո իրականությունն է, ապա մնա Ռոբերտ Քոչարյանի, Տաշիր Սամոյի դրա այդ ճամբարի ազդեցության ներքո, եթե ուզում ես համ գործառույթի շուրջ մնաս, մնա Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան այդ խմբավորման և դրա արբանյակների պրոպագանդայի ազդեցության շուրջ, բայց եկեք ռուսական այդ հայացքով, ռուսական շահից, ռուսական դոկտրիններից, Հայաստանի մեր վերաբերմունքը մեր շուրջ իրականացվող այդ աշխարհաքաղաքական իրողություններից եկեք դուրս գանք, դիտարկենք որն է մեր ազգային շահը, որն է մեր պետական շահը։ Այդ ամենը փորձեմ ներկայացնեմ գլոբուսով, որոշ չափով կօգնի։ Առաջինը ազգային դոկտրինան ու շահն է, ձևավորում պետության մոդելը, տնտեսության մոդել, կրթություն, բանակ, մշակույթ և նույնիսկ կրոնն ու ընտանիքը ազգային դոկտրինայի շուրջ է ձևավորում, որն է մեր ազգային դոկտրինան, ռուսկի միրն ու բոլշևիզմի տենց այդ վաշխառոյա բոլշևիկյան կոնցլագերական ինչ-որ բան է իրականություն դառել 91 թվականից էսկոմ և մենք պետք է ձերբազատվենք դրանով, դրանից մեզ առաջնահերթությունը ազգային դոկտրինա ձևավորելն է և ազգային դոկտրինա ձևավորումը բազիսային սկզբունքների հիման վրա ապահովության, զարգացման, պերսպեկտիվա զարգացման ունենալու, բարեկեցության ու մնայուն արժեքների համամարտկային արժեքների ընկալման շուրջ։ Մենք ունենք այդ ամենը ձևավորված մեր մեջ, իհարկե ոչ չունենք։ Եվ այդ ամենի շուրջ ձևավորելը մեզ չեն թողում այդ ռուսական պրոպագանդան, ռուսական շահի սպասարկողները, ու մեր համար, իմ տեսակետն եմ ես հայտնում, կարևորը այդ ազգային դոկտրինա ձևավորելն է։ Այս ամբողջ Պարսկաստանի շուրջ, Հարավային Կովկասում և այլ ռեգիոններում իրականացվող ռազմաքաղաքական աշխարհատնտեսական այդ տիգրիմները ամենը հասկանալու մեր դերը կատարելու, մենք հանձնվենք ինչ կլինի մեր հետ, թե մենք պայքարենք այդ ծայրահեղությունից եկեք զատվենք, մենք պետք է հասկանանք նախ ինչ ենք ուզում, երկրորդը աշխարհաքաղաքական ինչ գործառույթներ է և մենք այդ պարագայում ինչ ենք տեղավորվում։ Հիմա Պարսկաստանի վերաբերյալ աշխարհը 3 ուժային կենտրոններ ունի՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և Չինաստանը։ 2008 թվականից 7 թվականից էսկոմ ավելի ինտենսիվ է այս 3 ուժային կենտրոնների հակամարտությունն ու գործառույթները։ Այդ հակամարտությունների շուրջ է ձևավորվում խմբավորումներ, տիգրիմներ, Ամերիկան ուզում է Եվրամիությանը լիակատար իր հսկողության տակ սահմանի, որպեսզի հաղթի Չինաստանին, որտեղ հիմիկված Չինաստանը դա առաջին համաշխարհային նախօրյայի Գերմանիան է, որը ամեն ինչով հզոր է, ամեն ինչով զարգացած է, բայց ՉՄԷ կարգավիճակում, ասենց ասած։ Չինաստանը երբեք չի մոռանա 19-րդ դարում մանջուրների գլխավորությամբ Եվրոպական միությունների այդ ինչ օրն են գցել, մենակ 5 հատ, թե 7 հատ, 5 հատ մեծ պատերազմ է եղել եվրոպական ամերիկյան կոալիցիայի դեմ, որը Ռուսաստանն էլ է բավականին մասնակցություն ունեցել, Չինաստանը այս Չինաստանի հարակից տարածքները գրավել է
Ղազախստանով, բանով, Միջին Ասիայով, այդ մանջուրական Չինաստանից, երբ որ 1905-7 թվականին Մանջուրիական դինաստիայից ազատագրվեց չինացիները, հեղափոխությունը, քաղաքացիական բախումները եւ այլ, իրենց ամենալուրջ խնդրումը Չինաստանում եղել է այդ օփիումի կախվածությունը, որտեղ Չինաստանը, լինելով ինքնաբավ, լինելով հսկայածավալ պետություն, մշակութային, գիտական ամեն ինչով զարգացած, կարիք չուներ եվրոպական ոչ մի արտադրանքի, եւ եվրոպացիներն էլ պետք ունեն չինական արտադրանքին, բայց չինացիները միայն արծաթ են վերցնում եւ գտան այդ West Indian կամպանիան, այդ գերտերությունը կորպորացիան, որը տերությունների վրա ազդեցություն ունեցել, գտավ օփիումը եւ օփիումով չինացիներին մի այլ կարգի սոսկալի դժոխքային վիճակ են իրականացել, չինացիներին անողոք թալանել են, մանջուրներ են օգտվել, ռուսներն էլ, եվրոպական տերություններն էլ, Ամերիկան էլ, Ճապոնիան էլ, Չինաստանը այդ ամենը չի մոռացել, բայց ռեֆորմներ, գործընթացներ, այդ Մաո Ցեդունի 70 Մաո Ցեդունի մահից հետո 71-76 թվականի Ամերիկայի Եվրոպայի ինտեգրման գործառույթը իրենք ոտքի կայնան հրաժարված բոլշևիզմի հետ Կրեմլի ազդեցությունից եւ ոտքի կայնան, բայց միևնույն այդ հիշողությունը իրենց մեջ կար եւ այդ իրենք չինացիները ուզում են վրեժխնդիր ունեն եւ մինչեւ 2030-32 թվականը Ամերիկան, Չինաստանը լուրջ բախումներ են ունենալու բացի այդ մարտական գործողությունների եւ այս ամբողջ հիմիկվայս գործընթացները 2007 թվականի ճգնաժամը եւ առաջացած այդ գործառույթներն են առաջացել 2007 թվականի ճգնաժամը եւ երրորդ համաշխարհայինը կարելի ասել սկսվել է 2007-8 թվականից եւ այս ամբողջ գործընթացները նրանում կանում որ Ամերիկան հնարավորինս շատ իր շուրջ կոալիցիա հավաքի, Բրազիլիան, Արգենտինան լուրջ դերակատարներ ունեն, լուրջ դերակատարություն ունի Հնդկաստանը, Ճապոնիան, Չինաստանի կողը, Հարավային Կորեան, որ տնտեսապես արդյունաբերական զարգացած տերությունն է, այդ ամենը կոալիցիաների շուրջ է եւ կոալիցիաները կամ պետք է հավաքվի Եվրոպայի շուրջ, որը Եվրոպան առանձնապես հակված չէ Չինաստանի դեմ թշնամանքի, բայց հակված է չինացիների այդ ամբիցիաներն ու մկրտումները թուլացնելու, իսկ Ամերիկան հակված է այդ ամենը Չինաստանին հիմնականում կործանելու եւ Եվրամիություն ամբիցիաները կործանելու համար ու իր ճամբարը վերջնական ներառելու համար մի քիչ շեղվելով թեմայով ասեմ, որ Միացյալ Նահանգները դա Եվրամիության, ասած ասած ֆիլիալն է, որը այնքան ազորացել, որ իր մայր հայրենիքին ազդեցության տակ է պահում, իր ենթակայության տակ է ուզում ներառել, լուրջ գործոն է նաև Ավստրալիան եւ Պարսկաստանից բախումը նաև այդ գործընթացի մեջ է։ Այդ գործընթացի մեջ էր ուկրաինական բախումը, որը ռուսների լկտիաբար ու անգլագետ 3 օրում մի շաբաթում Կիևը գրավելու այդ նարատիվի շուրջ բախումների մեջ ընկան, պատերազմ սկսեցին եւ արդեն 1.5 միլիոն ռուս տղամարդիկ են զոհվել, շարքից էլ վիրավոր ու զոհերի թիվ 1.5 միլիոն է դարել եւ եթե Ուկրաինայի այդ ազգի, որը նույն սլավոն ռուսացին է, ռուսն ու ուկրաինացին, նույն սլավոն ազգի տարբեր ցեղային միավորումներն են բախումների չլիներ, ապա այդ ամենը լուրջ Ռուսաստանը լուրջ գործոն կմնար Չինաստանի արբիտրան մնալու համար, բայց մի քիչ իր կայսերական չինական Ռուսաստանի կայսերական ամբիցիաները թույլ չտվին այդ ամենը իրականացնեն։ Հիմա ուկրաինական ճակատը լուրջ գործոն է, ուկրաինական, որպես այս ամբողջը սկա Ռուսաստանը չեզոքացնեն, կործանեն եւ ծնկի բերեն, որպեսզի Եվրոպան ավելի խեղճանա, դա այդ դավադության տեսությունների կողմնակից չեմ, բայց այդ ամենը ազդում է իհարկե աշխարհում տնտեսության բաղադրիչն է, ոչ
գործոնա եւ ամեն ինչ շուրջ ձևավորումա տնտեսության շուրջ, տնտեսության նարատիվն ու առաջնահերթությունը մեր առօրյա կենցաղը ապահովել, զարգացնել, բարեկեցության բերել, երաշխիքներ ստեղծել, գույքի ու անձի անվտանգության էժան եւ որակով ապրանքներ ունենալ, ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա եւ տասնամյակի երաշխավորված ապրուստ ունենալ, աշխատանք կարիերային դա տնտեսության բաղադրիչյան եւ պատերազմ, տնտեսական կոլապսները, դավադրություններ, մավադրությունները, այդ ամենը այդ տնտեսությանը ներազդելու համար է։ Հաջորդիվ շարունակ եւ եթե մենք կենտրոնների այդ բախումները չենք հասկանում, չենք ընդունում, ռուսական նարատիվներով ենք շարժվում, ապա չենք հասկանում Պարսկաստանի շուրջ զարգացող էսկալացիան։ Այդ կողմ դնենք, որ Ամերիկան-Իսրայելի ոտի տակ այդպես բան չկա, ամերիկան-իսրայելական լոբինգը մեծ է, բայց այդ Ամերիկայի հրեաները ավելի վերան թշնամի են սիոնիստական Իսրայելին, քան թե Իսրայելի շուրջի այդ արաբական երկրները, այդպես ամեն ինչ միանշանակ չի, ամեն ինչ այդպես ծայրահեղություններով չի, կան շահեր ու դոկտրինաներ, որոնք մենք պետք է անցալվենք։ Եվ հիմա այս Եվրոմիության, Չինաստանի, Միացյալ Նահանգների այս դիլդիմների շուրջ, որն է մեր տեղը, որն է մեր դիրքորոշումը, որն է մեր շահն ու մկրտումը։ Մենք պետք է նորից եմ կրկնում առաջնորդվենք մեր ապահովության, զարգացման, բարեկեցության նարատիվով եւ թարգենք այդ ռուսական շահերն ու սպասարկումների նվիրյալներին ամբողջ հայազգա ռուսի Կրեմլի ոտի տակ մատաղ անելով ու ռուսական շահով ու Պարսկաստանի, Թուրքիայի, Եվրամիության, Ամերիկայի ու աշխարհի տեսլականների շուրջ մեր հայեցակարգը ձևավորենք, որն է մեր շահը։ Միանշանակ ռուսից պետք է ազատագրվենք ու հաջող գործընթացա ընտրությունները, բայց ռուսից ազատագրվելուց հետո ռուսը նենց լավ նենց մխրճվել է մեր տնտեսության կյանքի մեջ, ազատագրվելուց հետո, ազատագրվելու ժամանակ մենք պետք է ձևավորենք մեր ազգային դոկտրինար շահը եւ ինչ այս աշխարհի խաչմերուկի գործընթացների մեջ ինչ տեղ ունենք մենք, նախաբանը մի քիչ շատ է, բայց դի պետք է, որպեսզի հասկանանք էլ այդ ամեն ինչը եւ նրան կայանում է նրանով, որ Ամերիկան, Եվրամիությունը, Չինաստան բախումներին մենք ճիշտ է այդ առաջին երկրորդ համաշխարհային նման տոտալ մասսայական պատերազմ կարատև չի կարա լինի, բայց լոկալ բախումներ կա 2007-8 թվականից լոկալ բախումներ բավականին մեծ տեղ ունեն, այդ լոկալ բախումների մասն է նաև Արցախյան 44-օրյա Արցախի ճակատում 44-օրյա պատերազմը, բայց քանի որ մենք չունենք մեր ձևավորված ազգային տեսլականն ու դոկտրինան, դրա համար մենք դեռ ռուսական օրբիտայի, ռուսական շահի ներքո ենք ու մենք առաջնահերթությունը չպետք է թույլ տանք, որ ռուսի շահի համար ոտատակ ընկնենք, ինչպես առաջին համաշխարհային պատերազմում 350,000 տղա տղամարդ գնաց Եվրոպա ռուս ցարի համար մորթվելու, սպանվելու, ինչպես երկրորդ համաշխարհային ժամանակ 650,000 տղամարդ գնաց Գերմանիայի հետ պատերազմելու հանուն Կրեմլի հանուն, Ստալինի հանուն, Սովետի, բայց երբ որ մենք Ղարաբաղյան շարժման, միացման, մեր անկախության գործընթացի համար, որ դիտարկում ենք ինչքան մարդ է մասնակցել 90-ական թվականներին, տենում ենք, որ մենք 36,000 մասնակից ունենալով 90-ական թվականների Արցախի գոյապայքարի միացման համար ավելի շատ հաջողություն ենք ունեցել, քան թե 20 անգամ ավելի շատ հանուն բոլշևիզմի, Կրեմլի ու Սովետի Ստալինի համար գնալ զոհվելով Եվրոպայի ճակատները։ Շարունակելի